Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա հաղորդման սկզբի ֆորմատը մի փոքր այլ է։ Սկզբում լսենք փոքրիկ հատված բոլորիս հանրահայտ եւ բոլորիս համար սիրելի երգի դասական կատարումից։ Քեզ երկար շատ երկար եմ սիրել ու թաքուն արտասվել քեզ համար դու նորից եկել ես քեզ սիրեմ քեզ սիրեմ ինչ անեմ աչերս դեռ թացեն մինչ հիմա Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայ անվանի երգահան, սիրված բազմաթիվ տասնյակ ռոմանսների հեղինակ Նիկոլ Գալանտերյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը եւ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Նիկոլ Գալանտերյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անվանի երգահան, քաղաքային ռոմանսի հիմնադիր Նիկոլ Գալանտերյանը ծնվել է 1881 թվականի սեպտեմբերի 7-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ 1897-ից 99 թվականներին մոր եւ եղբոր հետ ապաստանել է Վառնայում, պապի մոտ, սովորել տեղի վարժարանում։ 1900-ից 1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Կոմիտասի մոտ։ 1904-ից 10 թվականներին երգեցողություն է դասավանդել Վառնայի Շումենի դպրոցներում։ 1911 թվականին գրել է առաջին երգը։ 1911 թվականից ապրել է Թեհրանում, դասավանդել Հայկազյան դպրոցում։ 1925 թվականին ստեղծել է Գողթան, 1942-ից Գալանտերյան երգչախումբը։ Կազմակերպել բազմաթիվ համերգներ։ Մահացել է 1944 թվականի մարտի 2-ին Թեհրանում։ 30 տարվա ընթացքում գրել է մոտ 800 երգ՝ Լարվարի որսը, Փարվանա, Հովիվը օպերաները, 8 մանկական օպերա։ Երգերը գրված են Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Դևի, Եղիշե Շարենցի, Հովհաննես Թումանյանի եւ այլոց բանաստեղծությունների խոսքերով։ Նրա լավագույն ռոմանսներից են Դու նորից եկել ես, Արդյոք ուր ես, Իմ ուղին, Ծիրանավար գիշերներ։ Հեղինակ է նաեւ պարսկերեն բազմաթիվ երգերի։ Արխիվը պահպանվում է Երևանի արվեստի եւ գրականության թանգարանում։ Երևանում դուստրերի հովանավորությամբ հրատարակվել են երգերի 8 հատորները։ Պարոն Ղազարյան, անգամ հպանցիկ ծանոթացումից կամ ուսումնասիրությունից ինձ համար պարզ դարձավ, խնդրում եմ դուք դա իհարկե պարզաբանեք, հետևյալ հանգամանքը, որ ռոմանսներ ունեն աշխարհում սակավաթիվ կամ գուցե 1 տասնյակ ժողովուրդ։ Եվ ի պատիվ մեզ, մեր երգահանների, մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի հայերը մենք հայերս մտնում ենք այդ ռոմանս ունեցող սակավաթիվ ժողովուրդների շարքի մեջ։ Գիտեք, եթե դիմենք պատմությանը, ապա պետք է ասենք, որ ռոմանսը սկզբնավորվել է 18-րդ դարի վերջերին Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, այնուհետև 19-րդ դարի սկզբներին Ռուսաստանում, իսկ այո, ճիշտ եք, հայ կոմպոզիտորները, երգահանները հաճախ անդրադարձել են ռոմանսի ժանրին։ Այս ժանրը հետաքրքիր է նրանով, որ նա երաժշտաբանաստեղծական է, մի սինթեզ կարծեք լինի։ Եվ եթե մենք համարում ենք սկզբնավորողը մեր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանին, ապա հայկական ռոմանսի սկզբնավորողը, որպես հիմնադիր, այո, ապա իրանահայ գաղութում ամենապայծառ դեմքերից մեկը դա իհարկե Նիկոլ Գալանտերյանն է։ Հետաքրքիր մտածող կոմպոզիտոր, խմբավար, մանկավար, հասարակական գործիչ։ Սրանով նա իհարկե առանձնանում է մեր մյուս կոմպոզիտորներից, որտեղ ունի բազմաթիվ ռոմանսներ։
Կարելի ասել նաև երգ ռոմանսներ, որովհետև այդքան ժանրի իմաստով չեն տարբերվում ռոմանսները երգերից։ Մի դեպքում երգ, մյուս դեպքում երգ ռոմանս եւ մի երրորդ դեպքում ուղակի ռոմանս իր դասական հասկացողությամբ։ Ռոմանսը երկարվեստի շատ յուրահատուկ ճյուղ է։ Իհարկե, այո։ Այսինքն մի 3 րոպեվա ընթացքում դուք կարողանում եք մի գեղեցիկ մեղեդու բանաստեղծական մի պոեզիայից հասնել նրան, որ մի ամբողջական իբրև ավարտուն ստեղծագործություն եւ պատահական չէ, որ մեր ռոմանսի հեղինակները դիմել են մեր մեծանուն բանաստեղծներին։ Սա բերում է իր արդյունավետությունը, ականջալուր գեղեցիկ մեղեդի եւ նաեւ շատ բովանդակալից բանաստեղծություն։ Եվ նաեւ սերտ կապ է ստեղծում հայ պոեզիայի գոհարների եւ արդեն երկարվեստի միջև։ Տիկին Սարգսյան, շարունակելով պարոն Ղազարյանի միտքը, Նիկոլ Գալանտերյանը իր ստեղծագործական ավելի քան կամ շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է, ստեղծել է, դուք հաղորդման սկզբում դիպուկ նշեցիք, շուրջ 800 երգ, 3 կարծեմ մեծահասակների համար նախատեսված օպերա եւ 8 մանկական օպերա։ Սա 30 տարվա ստեղծագործության ընթացքում բավականին մեծ ահռելի թիվ է։ Նիկոլ Գալանտերյանը իհարկե նախ եւ առաջ համարվում է քաղաքային ռոմանսի հիմնադիր հայ իրականության։ Այո։ Եվ ես ունեցա հնարավորություն ծանոթանալու այդ ստեղծագործությունների հետ։ Պետք է մի գաղտնիք բացահայտեմ, որ Գալանտերյանը իր այդ մեղեդիները ինքը անվանում էր հույսերի եւ հույզերի մրմունջներ, իր մեղեդիները։ Ինքը մեծամասամբ գրել է առանց դաշնամուրային նվագակցության։ Ճիշտ էլ գնահատել է հույսերի եւ հույզերի մրմունջներ։ Այո, եւ ինքը ստեղծագործում էր, դժվար էր արդեն գիտեք ստեղծագործում էր, դա իր սրտից հնչվում էր այդ մեղեդին։ Կամ ապրած կյանքի արդյունք էր դա։ Այո, որովհետեւ անգամ երբ Գալանտերանին հարցնում էին պատմեք, խնդրում էին պատմեք ձեր կյանքի մասին, ինքը ասում էր ինչ կարիք կա, իմ երգերը լսեք, իմ կյանքը իմ երգերի մեջ է։ Իսկ ինքը բավականին դաժան եւ ծանր կյանք է ապրել։ Եվ ես ունեցել եմ հնարավորություն զրուցելու մարդկանց հետ, մեծահասակ մարդկանց հետ, որոնք ճանաչել են Գալանտերանին եւ իրանք պատմում էին, որ իր կյանքում Գալանտերյանը շատ ուրախ անձնավորություն է եղել, բայց իր ցավի մասին, իր հոգու մասին, իր ապրումների մասին երբեք չի խոստովանել։ Դա արել է երաժշտությունը, երգը։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, խնդրում եմ բնութագրեք Նիկոլ Գալանտերյանի երգերի թեմատիկան կամ գլխավոր թեմատիկան։ Պաստորեն պարզվեց, որ հիմնականում արտացոլել է իր ապրած կյանքը։ Այո, այդպես է։ Գիտեք, ապրելով հեռու հայրենիքից, ամեն դեպքում չմոռանանք նրա, կարծում եմ դուք անդրադարձել եք նրա կենսագրականին, որ նա 3 տարի 1900-ից 1903 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում։ Այսինքն Կոմիտասին աշակերտել։ Այո, աշակերտել է, իսկ դա արդեն մեծ հարստություն էր։ Դա նշանակում է նա օգտվել է ժողովրդական արվեստից, հոգևորից, եւ պատահական չէր, որ այս իր երգ-ռոմանսներում Մարգարիտը շատ ճիշտ նկատեց, քաղաքային ռոմանս, բավական հետաքրքիր է այդ շրջանակը։ Նա անդրադառնում է ռոմանսի տարբեր ժանրերին։ Եվ նորից ուզում եմ շեշտադրել, որ ինքը շատ մեծ նշանակություն էր տալիս խոսքին, բացի մեղեդիական գիծը, խոսքին շատ մեծ նշանակություն էր տալիս։ Գիտեք, մեզ համար Այսինքն տեքստն էլ է կարևորում, տեքստի միջոցով։ Իհարկե, տեքստը շատ էր կարևորում, շատ, եւ պատահական չէր, որ նաեւ Տերյան, եւ Թումանյան, եւ Մեծարենց, եւ Դև, այսինքն շատ էին այն հեղինակները, որոնց երևի թե նյութը իրենց տիպում էր ինչպես ներքուստ բխում էր մեղեդին, ելնելով բանաստեղծությունից, որտեղ մենք գիտենք, որ մեր ժամանակակից կոմպոզիտորները միշտ չէ, որ հենքը ընդունում են բանաստեղծությունը, եւ սրանով շատ տարբերվում է Գալանտերյանը, այսինքն սա սինթեզն է բանաստեղծական տեքստի եւ իր չքնաղ մեղեդիների։ Շնորհակալություն։ Մեր հերոստատիտողներին ցանկանում եմ հիշեցնել եւ ներկայացնել, որ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը իր գիտական գործունեության ընթացքում Նիկոլ Գալանտերյանի բազմաթիվ երգեր նորովի
գիտականորեն մշակել է եւ ներկայացրել հանրությանը։ Այդ մասին Տիկին Սարգսյան խնդրում եմ ասեք եւ անդրադարձեք արդեն Նիկոլ Գալանտերյանի ռոմանսներին, երգերին, դրանցից առավել հայտնիները մեր հերոստատիտողներին հիշեցնեմ, Արդյոք ուր ես, ես սիրում եմ հեռանալ, մոռանալ, դու նորից եկել ես ծիրանափառ գիշերներ։ Սա ընդամենը մի քանի առավել հայտնի ռոմանսների վերնագրեր ընթերցեցի։ Գիտեք, հանգարցակի չէր, որ ես այս պրոյեկտը, որը հիմնեցի, կոչվեց հայտնի եւ անհայտ Գալանտերան, որովհետեւ իմ ուսումնասիրությունը ինձ ցույց տվեց, որ իսկապես մենք կարծես թե Գալանտերանին գիտենք, բայց իրականում մենք Գալանտերանին չենք ճանաչում։ Գալանտերանի ստեղծագործությունները ուսումնասիրելով ես կարող եմ ասել, որ 3 ճյուղ կա։ Փիլիսոփայական ճյուղն է, սիրո լիրիկան է եւ հայրենասիրական։ Ինչու համար ես սկսեցի այս աշխատանքը, առաջերտին, որովհետև շատ սիրեցի Իրամեղեդիները։ Իրամեղեդիների մեջ կա խորը մարդկայնություն, կա անսահման ջերմություն եւ անկեղծություն։ Այն, ինչ հիմա մեր կյանքում շատ պակասում է։ Դրա համար լսողի ականջին դա շատ հարազատ է։ Գիտեք, ես մի ժամանում էի համերգները, որ ես կազմակերպում եմ, արդեն այս 1 տարվա մեջ 6 համերգ ես կազմակերպեցի նվիրված Գալանտերանի 175-ամյակին, իմի ժայլոց։ Եվ ես զարմանում եմ, որ դալիճը լիքն էր լինում։ Այսինքն անկախ նրանից ինչ եղանակ է։ Այսինքն Գալանտերյանը մեր հայրենակիցների շրջանում պահանջված հեղինակ է։ Հա, բավականին պահանջված, մանավանդ որ ես ոչ միայն իր ճանաչված երգերը նոր տեսանկյունից ցույց տվեցի, որովհետև պետք է ասեմ, որ որոշ մշակումներ, որոնք կային միջ իմ արված աշխատանքը, միշտ չի, որ հետևողական է եղել հեղինակի տեքստին։ Եղել են դեպքեր, որ որոշակի մեղեդին է եղել փոխված, խոսքերն են եղել փոխված, դրա համար ինձ համար շատ ուրախալի էր եւ մի արդեն բավականին հասակով երաժիշտ, որը ճանաչում էր Գալանտերանին, շնորհակալություն հայտնեց ինձ, որ ես Գալանտերանին վերադարձրեցի Գալանտերանին։ Այսինքն թե բնակարային առումով եւ թե երաժշտության նոտաների առումով հարազատ է։ Շատ կարեւոր էր, ես շատ սկզբունքային էր ինձ համար պահպանել Գալանտերանի մեղեդին, ինչպիսին որ ինքը կա առանց այդ փոփոխությունների, որովհետև որոշակի գույներ կան մեղեդու կառուցման մեջ, որոնք բնորոշ են Գալանտերանին։ Եվ երբ որ դու փոխում ես դա, ինքը կորցնում է իր յուրովին դեմքը։ Եվ բացի դրանից ես փնտրում եմ եւ այնպիսի մեղեդիներ, որոնք ընդհանրապես հայտնի չեն, որ դա Գալանտերանի մեղեդիներն են։ Կամ կատարում են, բայց ոչ մեկը չգիտի, որ դրա հեղինակը Գալանտերյանն է։ Հետաքրքիր է, բայց Գալանտերյանը ինքը իր կենսագրությունում գրում էր, որ երբ ինքը արդեն ստեղծում էր իր երգերը, դա այնքան լայն էր տարածվում ժողովրդի մեջ, որ մարդիկ հաճախ մոռանում են ով է իսկապես հեղինակը, բայց բոլորը երգում են։ Համոզված եմ դրանից Գալանտերյանը երբեք չի նեղսրտել։ Գիտեք, ես մի ավելացում, եթե կարելի է, Մարգարիտ ջան, իլերացումը, գիտեք, պատմությունը այնպես է, որ երևի թե այն ժառանգությունը, որ մենք ստացել ենք եւ շատ խորությամբ ուսումնասիրել է առաջին հերթին դաշնակահար կոնցերտմայստեր Մարգարիտը Սարգսյան իր համար խնդիր է դրել, այսինքն բազմաթիվ մեղեդիներ միայն մեղեդի են, որպեսզի ավելի մասսայականացվի լավ իմաստով, ուրեմն երկվի բեմերից ոչ միայն մայր մեղեդին, ապա անհրաժեշտ էր դաշնակել, այսինքն դաշնամուրի նվագակցություն, եւ այդ ահռելի աշխատանքը բազմաթիվ խմբերքերի ես ինչքան հիշում եմ, մոտ 25 ստեղծագործության այդ մեղեդիների ահռելի իսկական եւ շնորհակալ աշխատանք է կատարել հարմոնիկ իմաստով, որ մնաս հարազատ այդ մեղեդիներին եւ մտածելակերպը, ինչպես Մարգարիտ ասաց, փիլիսոփայությունը, երկայնությունը պահպանես եւ չխաթարես նվագակցությամբ, այլ հակառակը անես այնպես, որպեսզի լսողը հասկանա, որ սա կարող էր լինել Գալանտերյանի ձեռքը կապած անպայման։ Բացի մեղեդուց նաեւ դաշնամուրային նվագակցությունը։ Իսկ դա ահռելի աշխատանք է։ Այդ առումով օգտվելով ձեռված հնարավորությունից, որ այժմ մեր տաղավարում եք, Տիկին Սարգսյան, Գալանտերյանի երկարավեստի ռոմանսների բոլոր սիրահարների կողմից ձեզ խորին շնորհակալություն եւ իհարկե հույս համոզմունք հայտնենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները դուք իհարկե կշարունակեք։ Գիտեք, ինչպես իմ նպատակն է եղել, որպեսզի Գալանտերյանի ազգանունը չմարի,
որովհետև ամեն մի կոմպոզիտոր ապրում է այնքան, ինչքան որ կան կատարողներ եւ կան ունկնդիր։ Պարոն Ղազյան, ձեզ հարցս ուղղեմ հենց Գալանտերյանի խոսքերով։ Վերջի վերջո իմ երաժշտական ստեղծագործությունները շալակած պիտի հայրենիքի ճամփան բռնեմ, իմ փրկությունն այնտեղ է։ Եվ կյանքի վերջին պահերի նրա միակ ցանկությունը եղել է այն, որ իր բոլոր ստեղծագործությունները հանգրվանեն հենց հայրենիքում, համար Երևանում։ Այս առումով, երբ ընթերցեցի այս խոսքերը, Գալանտերյանը նաև վեր հառնեց որպես հայրենասեր։ Գիտեք, ապրեց 63 տարեկան, ընդամենը 63 տարի։ Մեր հասկացողությամբ քիչ է ստեղծագործողի համար։ Թողեց հսկայական ժառանգություն։ Մի դեպքում կարող եք հանդիպել գործիքային երաժշտություն։ Մյուս դեպքում կարող եք, իդեպ ասեմ, որ նա սկսել էր իր աշխատանքային գործունեությունը դպրոցից, ընդամենը դասավանդել դպրոցում երաժշտություն։ Նաև մանկական բազմաթիվ երգերի հեղինակ է օպերաների, մանկական խմբերգերի, նաև մանկական օպերաների։ Սա շատ հետաքրքիր բան է։ Գործիքային երաժշտություն, մանկական օպերա եւ գիտեք ինչ, օրինակ այնպիսի նյութ իր համար կարևոր, ինչպեսին լուրդալուրն էր, կամ ուրեմն Վահան Միրաքյանի Լալվարի որսը, այսինքն երեխաների հոգում եւ հարազատ թեմա, որը պիտի ափսոսանքով ասենք, որ ուշադրության արժանի չէ մինչև հիմա։ Այսինքն հիմա մանկական ուսումնական հաստատություններում դպրոցներում հարկավոր է, եթե չկա, հարկավոր է ուսուցանել Գալանտերյանի այդ ստեղծած մանկական երգերը եւ օպերաները։ Եվ գիտեք, պետք է երևի թե պատմականորեն ավելի խորությամբ երաժշտագետները այս մասին մտահոգվեն, եթե չլինեին օրինակ մեր ազգայինում Տիգրան Չուխաջյան, Անտոն Մայլան, այնուհետև հայկական գաղութներում Նիկոլ Գալանտերյան, ապա երևի թե մենք չէինք ունենա Սպենդիարյան, այնուհետև այն պլեյադան, որը գալիս է 20-րդ դարի 30-ական թվականներ, ուրեմն Անուշավան Տերղևոձյան, հասկանում եք, հետո ավելի երիտասարդ Աբրահամյան, Էդվարդ Միրզոյան, Գեղունի Չչյան եւ այսպես, այսինքն ռոմանսի ժանրը շատ խիստ մտավ մեր հայ կոմպոզիտորների կարող ենք ասել, որ կայացած է։ Հայ երգարվեստում ռոմանսի ժանրը կայացած է։ Այո։ Տիկին Սարգսյան, դուք որպես Գալանտերյանի երգերի մշակող, մի քանի տասնյակ երգերի մշակող, այդ տեսանկյունից իմ մոտ այն տպավորությունն է, որ բոլորը սիրում են լսել Գալանտերյանի երգերը, անգամ փորձում են կատարել, ինչքանով է ստացում իրենց մոտ, սակայն ցավոք պետք է փաստեմ, որ շատ քչերը գիտեն, որ այդ հանրահայտ երգերի հեղինակը դու նորից եկել ես, Արցոկուլ ես եւ այլն, հենց Նիկոլ Գալանտերյանն է։ Այդ տեսանկյունից նշեցիք այս տարի 131-ի շրջանակներում 6 համերգ եք կազմակերպել։ Իհարկե դա կարևորելով, գնահատելով, բայց ինչ է հարկավոր եւս կատարել, որպեսզի Նիկոլ Գալանտերյանի երգարվեստը, ռոմանսները ավելի հանրայնացվի։ Մեր հայրենակիցների շրջանում արդեն նշվեց մանկական բազմաթիվ երգերի օպերաների հեղինակ է, մինչև մեծահասակների։ Գիտեք, բավականին բարդ հարց եք տալիս, իհարկե նախ եւ առաջ պետք է ասեմ, որ այն ձև ինչպես որ գոյություն ուներ Գալանտերյանը, դա չէր թողում Գալանտերյանին դուրս գալ սիրողական բնույթից։ Նա կատարվում էր նեղ շրջապատներում, որպես մի հոգու երգ, մարդիկ հավաքվում էին իրար մեջ, երգում էին եւ նա երկար ժամանակ դուրս չի եկել այդ իրավիճակից։ Գիտեք, իմ պորտքումը հոգու սկսվեց այն ժամանակ, երբ որ ես հասկացա, որ այդ մեղեդիները շատ բարձր որակի են։ Դրանք ադամանդներ են, որոնք պետք է անպատճառ մշակվեն եւ բարձրանային պրոֆեսիոնալ բեմի թռիչք ստանային, որովհետև ես բազմիցս եղել եմ ականատես, ինչպես դասական երգիչները փորձել են Գալանտերյանին երգել, բայց այդ բացակայող պրոֆեսիոնալ դաշնամուրային նվագակցության պատճառով չէին կարողանում։ Կային որոշակի մշակումներ, որոշակի երգեր կային, որոնք ունեն ինչ-որ դաշնամուրային նվագակցություն,
որը որ անվաներ նվագակցություն չէր կարելի։ Եվ հիմա, երբ որ ես կարողացա այդ մրմունջներին տալ պրոֆեսիոնալ շրջանակ, նրանք արդեն դառան պրոֆեսիոնալ ռոմանսներ եւ երգեր, որոնք հնարավոր է արդեն ամուր չի կատարել մեծ բեմերից, փառատոների ժամանակ, համերգների ժամանակ, ինչու՞ չէ, գրեթե եւ մրցույթների ժամանակ։ Եվ հիմա իմ առաջին խնդիրն է, որ դա անպատճառ տպագրվի, որովհետև հետաքրքրությունը շատ մեծ է, ուսանողները, անգամ վոկալ ամբիոնի դասախոսները ուզում են այդ նոտաները, ուսուցիչները, ուսումնական հաստատությունները, նրանց համար դա ուսումնական ձեռնարկի նման բան կլինի։ Եվ դա իսկապես հարստություն է եւ իսկապես տալիս է հնարավորություն Գալանտերանին լրիվ նոր կյանք ձեռք բերելու, արդեն ավելի պրոֆեսիոնալ եւ ես հույսով եմ, որ ինձ մյուս տարի դա կհաջողվի։ Եվ դա եւս մի թռիչք է, մի հնարավորություն է տալիս այդ կոմպոզիտորին ավելի ճանաչել։ Հաջողություն ձեզ մաղթելով նաև հուսանք, որ Գալանտերյանի նկատմամբ սերը եւ նրա ստեղծագործությունների քարոզությունը ամենևին էլ հոբելյանով, հոբելյանական տարով չեն սահմանափակվի Գալանտերյանը, որովհետեւ բոլոր անկախ տարիքային շրջանից բոլորի սրտից է բխում, արդեն նշեցիք հույզերի եւ հույսերի։ Իր երաժշտության ուժը դրանում է, որ ինքը հոգեհարազատ է մարդկային հասարակության բոլոր շերտերի համար։ Փոքր է, մեծ է, միջին տարիքի, մտավորական է, գիտնական է, թե հասարակ բանվոր է, այդ երաժշտությունը այնքան մարդասիրական է, որ ինքը դառնում է հոգեհարազատ բոլորի համար։ Այդ առումով նաեւ պարոն Ղազարյանը ճիշտ նշեց, որ կարևորվում է նաեւ այն հանգամանքը, որ Գալանտերյանը ինքը իր երգերի տեքստ բավականին ուշագրավ եւ դիպուկ կերպով ընտրել է Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Դևի, մյուսների այն բանաստեղծությունները, որ խոսքն էլ է ինքը արդեն հոգու հետ, լսողի հոգու հետ խոսում։ Այն հսկայական աշխատանքը, ինչ արել է մեր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, շատ կուզենամ, որ այս հաղորդումը դիտողները մեկ-մեկ էլ մտածեն, որ արվեստին է պետք հովանավորչություն։ Այդտեսեք այդ ահռելի աշխատանքը արդեն դրված է սեղանին։ Կներեք ինչի մեկ-մեկ ավելի հաճախ ակի։ Իսկ եթե կարելի է, որ ավելի հանրային դառնա բոլորի սեփականությունը, ինչպես երաժշտական քոլեջներում, այնպես էլ կոնսերվատորիայում շատ մարդիկ դիմեն Գալանտերյանին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք օժանդակել, որ այդ աշխատանքը սեղանի վրա դրվի իբրև արդեն տպագրված նյութ։ Եվ ես շատ կուզենամ, որ գոնե մյուս տարի դա իրականություն դառնա։ Հուսանք, որ մեր հեռուստադիտողների մեջ նաև լսարանում կգտնվեն մարդիկ, այո, այնպիսի մարդիկ, ովքեր լսելով իրենց պարտքը կհամարեն եւ կաջակցեն կհովանավորեն։ Հարգելի բարեկամներ, կրկին թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք այնպիսի հայ երգարվեստի այնպիսի մեծ վարպետի, ինչպիսին է Նիկոլ Գալանտերյանը, մեր հայրենակիցներին կրկին ասեմ, ինչպես պարոն Ղազարյանը դիպուկ նշեց, որ աշխարհում կան սակավաթիվ ժողովուրդներ, ովքեր իրենց երգարվեստում ունեն ռոմանս որպես երգի ճյուղ առանձին եւ ի հպարտություն մեզ հայրիս, մենք հայրս այդ թվում ունենք ռոմանս որպես երգի այդպիսի տեսակ։ Հաղորդումը եզրափակեմ Նիկոլ Գալանտերյանի հետևյալ խոսքերով. Երգը ցեղի կամ ժողովրդի հոգիները իրար միացնող անկախտելի օղակն է։ Եվ ցեղերի բախման ներկա թողոբոյի մեջ, որքան ամուր պահվի այդ օղակը, այնքան էլ տևական կլինի ցեղի կայունությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Նիկոլ Գալանտերյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։